Բարև ձեզ սիրելի համայնքաբնակ քաղաքացիներ, մենք շարունակում ենք կանաչ ուղեգից հաղորդումների շարքը podcast ձևաչափով, ես Օլեգն եմ։ Ես Հայկն եմ, ողջույն բոլորին, եւ մենք շարունակում ենք նաեւ քննարկել բնապահպանական տարբեր թեմաների շուրջ Հայաստանում հանրային դիսկուրսում արտացոլվող տարբեր նարատիվները եւ այս հաղորդման ընթացքում հատկապես կենտրոնանալու ենք նրա վրա, թե բնապահպան ակտիվիստների, ակտիվ քաղաքացիների վերաբերյալ ինչ նարատիվներ են տարածվում, ինչ նպատակով եւ այս թեման քննարկելու համար ավելի լավ հյուր, քան Արփինեն, ով որ հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնության անդամ է ու մեծ փորձ ունի հենց բնապահպանական տարբեր պայքարներում ներգրավելու, չենք կարող ունենալ։ Արփինե ջան, շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հրավերը։ Եվ ուզում եմ մի քիչ նախաբան սկսեմ, թե այս թեմային մենք ինչ պերսպեկտիվայով ենք ուզում այսօր անդրադառնանք, որովհետև մենք տեսնելով, որ վերջի տարիներին տարբեր բնապահպանական պայքարների շրջանակում ակտիվ քաղաքացիների, անգամ լրագրողների, իրավաբանների, ակտիվիստների նկատմամբ տարբեր ճնշման գործիքներ են կիրառվում, որպեսզի իրենց մասնակցությունը խոչընդոտվի, որպեսզի իրենց նկատմամբ որոշակի ճնշումներ լինի, ու այդ գործիքակազմը շատ լայն է, սկսած դատական գործերից, ինչ-որ անձնական ճնշումներով, մենք նաև նկատել ենք, որ այդ գործիքներից մեկն էլ հենց այդ ակտիվիստների վերաբերյալ կեղծ ինչ-որ նարատիվներ ձևավորելն է, որը կարծես փորձ է արվում մարդկանց մոտ ավելի աղավաղված պատկերացում ձևավորել, թե ինչ է իրանից ներկայացնում բնապահպանությունը, ակտիվիզմը, ու արդեն մի քանի ամիս մենք փորձում էինք ուսումնասիրել, թե հատկապես մեդիա դաշտում ինչ տեսակի նարատիվներ են ձևավորվում, ովքեր են դրանք ստեղծում, ինչ հիմնական ուղերձներ են դրանք պարունակում եւ ինչ ազդեցություն են դրանք ունենում նաեւ հանրային կարող են ունենալ հանրային ընկալման վրա եւ ինչպես են տարածվում ու այս ամենը մի շատ հետաքրքիր ինչ-որ բաներ ենք բացահայտել այդ ուսումնասիրության ընթացքում, որը որ նաեւ հետագայում ինչ-որ ձևով ավելի կհանրայնացնենք, բայց ուզում ենք մեր նախնական ինչ-որ պատկերացումները, արդյունքները սկսենք հենց քեզ հետ քննարկել։ Առաջի բանը, որ ուզում եմ նաեւ միգուցե մի փոքր հետ նայես քո փորձին ու քո փորձառությանը, մենք տեսնում ենք, որ շատ ակնհայտ ինչ-որ տենց պիտակավորում է, պիտակներ են տարածված, որ փորձ է արվում կպցնել բնապահպան ակտիվիստներին։ Մենք տեսնում ենք, որ հիմնական գիծը, որ նկատում ենք, դա այն է, որ ակտիվիստները իրանք հիմնականում սեփական օրակարգություն են ու ուղղորդվում են ինչ-որ տարբեր տեղերից, դրա մասն էլ կխոսենք, թե տարբեր տեղերը որոնք են, եւ իրենց գործունեությունը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, սպառնալիք է Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Միգուցե տենց մտաբերես, թե քո առաջին փորձառությունը այս տեսակի, ուղերձների, այս տեսակի նարատիվների հետ կապված ինչպիսին է եղել ու փորձենք մի քիչ հասկանալ, որտեղից այս ամեն ինչը գալիս։ Մերսի շատ հրավիրելու համար։ Ես առաջի անգամ բնապահպանական ակտիվիզմի մեջ Թեղուտի պայքարի ժամանակ եմ ներգրավել 2007-ի վերջից, 8 թվականից, ու արդեն այն ժամանակ այդ դիսկուրսները նկատելի էին, ավելի ուշ հիշում եմ, որ Թեղուտ երթի ցույցից մեկի ժամանակ այնտեղ հանքի հետ փոխկապակցված մարդիկ կային, որոնք տեղաբնակներին հավաքել էին պատասխան ցույցի ու տենց պլակատներ ունեին, որ գնացեք այստեղից գրանտակերները ձերի բան, բայց ես մի քիչ տարբերություն կդնեի, որովհետև կարծում եմ այդ ուրիշ օրակարգի հարցերը իրանք փոխկապակցված են ընդհանրապես Հայաստանի հանրության մեջ հասարակական կազմակերպությունների նկատմամբ վերաբերմունքի հետ, ու դա ինչ որ չափով հիմք ունի, որովհետև 90-ականներից երբ որ սկսեցին ստեղծվել ՀԿ-ները, իրանք աշխատատեղի նման մի բան մարդկանց համար ու հիմնականում ֆինանսավորումը դրսից էր գալիս, Հայաստանի պետությունը չի ունեցել այդ ձևի ֆոնդեր եւ այդպիսի օրակարգ, նաեւ շատ ժամանակ ավտորիտար են եղել կառավարությունները եւ չէին էլ պատրաստվում ֆինանսավորել խոսքի ազատության կամ անդիմադիր ձայն ունեցող ինչ որ մարդկանց խմբերի ու իհարկե նաև հավանաբար ուղղորդված ձևով այդ
միտքը տարածվել է լրատվամիջոցներով, երբ որ սոցիալական մեդիան սկսեց ակտիվանալ, նաև հատկապես սոցիալական մեդիայով ես կասեի, ու մի քիչ վերաբերմունքը ավելի տարբեր է այն ակտիվիստների նկատմամբ, որոնք որ առնչություն չունեն հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների հետ։ Օրինակ այդ 2008 թվականներին հաճախ է լինում, որ ցույցերի ժամանակ գալիս են ու հարցնում են, որ կուսակցությունից եք։ Այդ ժամանակ երևի առաջին այդ ձևի ինքնաբուխ շարժումներն էին տեղի ունենում, որ մասնակիցներից շատերը նույնիսկ չկարողաց իմանան ինչ կուսակցություններ կան Հայաստանում եւ այլն, նոր էր դա ու մարդկանց համար էլ էր զարմանալի, բա եթե կուսակցությունից չեք, ինչ եք անում այստեղ բան։ Ու հետո էլ ավելի ուշ շրջանում, երբ որ օրինակ հայկական բնապահպանական ջոկատ եղավ, դրանից առաջ էլի Մաշտոցի պուրակի շարժումներ, թրջկանի եւ այլն, այդ մարդիկ ում հետ որ ես այդ ժամանակ ավելի առնչվում, որոշել ենք, որ պետք է չգրանցվել, որոշ ֆինանսավորում չենք ունենալու լրիվ կամավորական հիմունքներով, որ այդ վստահությունը ինչ որ չափով վերականգնվի։ Ու ես չեմ ասում, որ հասարակական կազմակերպությունները մանավանդ բնապահպանականներին, ինչքան որ ես գիտեմ, ուրիշների օրակարգ են անում, որովհետև ում որ ճանաչում եմ, իրանք են որոշում ինչ ճանապարհով են գնում, բայց այնքան շատ էին հանրության մեջ այդ մտքերը տարածված, որ այդ ժամանակ մենք որոշեցինք ավելի լավ է, մենք զրո ֆինանսավորումով աշխատենք, ոչ միտեղ չգրանցվենք ու ունենանք այդ անկախությունը անելու ինչ ճիշտ կգտնենք այդ բանին ու մարդկանցից նաև ավելի ազատ առնչվելու։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր, ինձ թվում է անկախ նրանից, թե ինչ կազմակերպական ձև ունի, հա, որևէ կազմակերպված խումբ, անգամ գրանցված չի ՀԿ-յա նախաձեռնությունը, թե ինչ, կարող է նույնիսկ ունենա ամենաթափանցիկ, ամենաանկախ գործունեությունը, բայց դա չի, որ հետապահելու այդ տարբեր դերակատարներին իրանց մասին այս կեղծ նարատիվները տարածելու, որովհետև ինձ թվում է այն ինչ որ դու նշեցիր, ոնց որ պարարտ հող կա, հա, կա ինչ որ անվստահություն կամ մարդիկ այդքան լավ չեն ճանաչում ՀԿ-ներին իրանց գործունեությունը, ու սա ակնհայտ ինչ որ կետ էր, որից կարելի էր կախվել ու սա օգտագործել թիրախավորելու համար տարբեր նախաձեռնություններ, որովհետև մի բան, որ ես նկատեցի այս ուսումնասիրության ժամանակ, այն էր, որ սովորական քաղաքացիներին, ովքեր որ այդքան տեսանելի չեն, իրանք այդքան անվանական կամ շատ ագրեսիվ ձևով չէին թիրախավորում կամ իրանց վրա հարձակվում։ Հեշտ է վերցնել ասել այս ՀԿ-ն, այս մի քանի անձինք ու իրանց դեմքով ընդհանրականացնել ամբողջ բնապահպանական ոնց որ պայքարի վրա, էլի, ոնց որ պրոյեկտել, որ բոլորը եթե այս ՀԿ-ի հետ կապված ես կեղծ բան եմ տարածում, նշանակում է մնացած բոլորն էլ են այդպեսին, էլի, կապ չունի իրանք ինչ։ Հա, ես ուղղակի հավելումն ասեմ, որ այդ օրինակ, հա, նույն թեղուտում, երբ որ հա, տոտալիտար, այսպես ասած, կարելի ասել, հասարակարգ չասեմ, բայց տոտալիտար ասեց իշխանության, հա, ձևաչափ էր եւ դուրս էին բերել մարդկանց, այսինքն գնացել էին, հավաքել էին մարդկանց, ասել դուք պետքա դուրս գաք, այդ մարդկանց ձեռքը տվել էին պլակատներ, իրենց վրա գրած կեղծ բնապահպաններ, այսինքն, հա, այդ կեղծի տակ բոլորին, հա, եւ ՀԿ եւ անհատ եւ այլն, եւ մյուս այդ նարատիվին զուգահեռ գնում էր մյուս, այսպես ասած, կեղծ նարատիվը, այսինքն մի նարատիվը պետքա լրացնի մյուսին։ Այս կեղծ բնապահպաններն են եւ մյուս այստեղ համաշխարհային, հա, ինչ որ ստանդարտների, միջազգային ստանդարտներին համապատասխան պետքա մի հատ հանք լինի, այդ մեկ, առաջինը Հայաստանում միջազգային, հա, եւ երկրորդը, այդ հանքը շատ կարեւոր է Հայաստանի անվտանգության համար, այսինքն անվտանգության տեսակետից, հա, այսինքն ոչ թե մի հատ, այլ զուգահեռ միաժամանակ մի քանի նարատիվ են առաջ մղում ու բոլորը կեղծ են, հա, այսպես ասած։ Եվ այդ դեպքում նույն, չգիտեմ, հա, Շնող գյուղի բնակիչ վերցնենք, ինչ որ մեկը եթե խոսեր, այսինքն խոսում էր, իրեն անմիջապես կամ կանվանեին դու կլյաուզնիկ ես, դավաճան, ծախու եւ այլն, քեզ հետ արդեն ոնց որ մարդիկ աշխատանք են տարել, այսինքն իրենք շատ սիստեմատավորված են լինում այդ նարատիվները եւ հենց այնպեսին չէ, այսինքն խոսքը նրա մասին չի, որ ինչ որ մեկին ինչ որ միտեղ ասեցին դու ես ինչ մարդ ես, ուղղակի ջղայնացած բայ, այլ խոսքը մի ամբողջ մեխանիզմների շղթայի մասին է, որ դուրս են բերում
եւ առաջ են մղում եւ կարծես թե մենք նույն շղթայի մեջ ենք, այդ ամեն ինչը նույն ձևաչափով շարունակվում։ Ու երևի ավելի շատ թիրախավորում են ավելի տեսանելի մարդկանց, հենց նույն մեր խմբի մեջ էլ միշտ ամենաշատը թիրախավորվել են նրանք, ովքեր ավելի շատ հարցազրույց են տալիս, ավելի բարձր են օրինակ ցույցերի ժամանակ խոսում եւ այլն, ու նույնը հենց տեղացիներին, համենայն դեպս վերջի շրջանին օրինակ ամուցարի դեպքերի ժամանակ տեղացիներին էլ բավականաչափ թիրախավորեցին, ուղղակի ստացվում է, որ մարդիկ եթե առաջին փորձն է լինում թիրախավորվելու, շատ դժվար է դրան դիմակայել, մանավանդ որ հետո համայնքում բոլորը սկսում են խոսել, կասկածել, հարաբերությունների վրա է ազդում, նրանք ովքեր արդեն մի քանի անգամ եղել են թեմայի մեջ ու նաև իրանց մոտիկ շրջանակը ավելի վստահություն ունի, գիտի, հասկանում այդ նարատիվները, որ ասում ես, ավելի պաշտպանված ենք զգում ինչ-որ չափով։ Հետաքրքիր է նաև այն, թե ինչի հենց այս նարատիվներն են Հայաստանում տարածված, որովհետև որ նայում ես, աշխարհի տարբեր տեղերում էլ, հա, ինչ-որ տարածված բաներ կան ակտիվիստների վերաբերյալ անկախ ոլորտից, բայց հենց բնապահպանների վերաբերյալ ամեն ինչ-որ միջավայրում սպეციფიկ ինչ-որ բան կա, հա, ուղղվածություն կա, բան կա։ Հայաստանում մենք ավելի շատ տեսնում ենք այդ դրսի օրակարգի, դրսից կախվածության, դրսի շահերի սպասարկման ու դրանից բխող նաև ազգային անվտանգության բան սպառնալիք լինելը, տնտեսական զարգացման, ինչ ես կարծում էլի, որտեղից է գալիս հենց այս մեր միջավայրին բնորոշ այս նարատիվները ինչու՞։ Հենց մեր ընդհանուր Հայաստանում ընդհանուր նարատիվների ֆոնին է տեղի ունենում, որովհետև օրինակ Եվրոպայում էլ էկոտերորիզմի նարատիվն են մտցնում, այնտեղ էլ ոնց որ այդ տերորիզմի ինչ որ վտանգն են կախել, դրանով են մարդկանց փորձում վերահսկել ու որ նայում ես էլի ասենք թեկուզ Ֆրանսիայի նման երկրում, որ ակտիվիզմը ինչքան տարածված է, չէ, տասնամյակներ դարեր շարունակ նորից պիտակավորում են բնապահպաններին ու հասկանալի է հիմիկվադրությամբ, որ այսքան կլիմայի փոփոխության բնապահպանական խնդիրները շատ սուր են, կյանքի հարցն է դրված մարդկանց ու այլ տեսակների ու մարդիկ ինձ թվում է հասկանում են, որովհետև երբ որ նայում ենք հարցումները, ասենք շատ հասարակություններում 70-ից 90%-ը ընդունում են, որ դա մեծ խնդիր է ու պետք է մի բան անեն կառավարությունները փոխելու իրավիճակը, բայց միաժամանակ կորպորացիաները, ովքեր որ ունեն շատ մեծ գումար եւ ունեն վերահսկողություն, նաեւ այդ նույն կառավարությունների նկատմամբ ամեն ինչ անում են, որ այդ նարատիվները մտցնեն, որ իրական խնդիրները չստանան իրենց լուծումները։ Հիմա Հայաստանում էլ, հա, մեր երկիրը հենց իր ստեղծումից ի վեր անդադ այդ անվտանգության խնդիրը եղել է, չեմ ասում իրական չի, նաև կա, բայց շատ հեշտ է այդ խնդրով մանիպուլացնել, բանավանդ եթե հաշվի առնենք, որ դարեր ի վեր մեր ժողովրդի գիտակցության մեջ այդ վախը դրված է, ցեղասպանության, դրանց առաջ կոլոնիզացված լինելու, միշտ ինչ որ խոշոր պետությունների կողմից շատ հեշտ աշխատող բան է, արտաքին վտանգը կլինի։ Ու առաջ 2010-ականներին նաև օրինակ բանակն իրականում շարժումը կար, որը երևի ամենադժվարն էր, որովհետև քննադատվում էր բանակը, որին չէր կարելի կպնել, որովհետև դա այն ջուր կլացնի թշնամու ջրաղացին թեման էր գալիս, բայց նույնիսկ դա հնարավոր եղավ հաղթահարել, որտեղ ինձ թվում է իրականում մարդիկ շատ լավ տեսնում են, որ խնդիրները կան ու ուզում են, որ դրանց մասին խոսվի, ուղղակի շատ փող են դնում կորպորացիաները նրա վրա, որ չխոսվեն էլի այդ խնդիրների մասին։ Ինձ հեսա դրանք գան, այս պահը ուզում եմ անպայման շեշտեմ, որովհետև ինձ թվում է պետք է այդ մասին խոսենք, թե ինչի է հենց մեր միջավայրում այդ անվտանգայնացումը այս ակտիվիզմի տեղի ունեցել, որովհետև իրոք ինքը դարձել է էֆեկտիվ միջոց նույն շատ տարբեր ոլորտներում, եթե ինչ-որ խնդիր դու բարձրաձայնում ես, քեզ լրացնելու ամենաէֆեկտիվ ձևը դառնում է դա ասել, որ դա իրականում դրանով դու վնասում ես մեր անվտանգության։ Դա լինի բանակում խնդիրը, էկոլոգիական խնդիր, թե անգրագիտության խնդիրը դպրոցներում, հա, բարձրաձայնելը միշտ կապվում է դրա հետ, բայց ինձ թվում է շատ ճիշտ նշեցիր, որ նաև մեր ընկալումն է ժամանակի ընթացքում փոխվել իրականում, թե այդ անվտանգությունը ինչպիսին պետք է լինի։ Նույն այդ բանակն իրականում այդ դժվար աշխատանքը ի վերջո բերել է նաև նրան, որ հիմա մարդիկ հասկանում են, որ հենց սա է միջոցը ինչ-որ բարեփոխումների հասնելու, հա, իրական խնդիրների մասին խոսալու։ Բայց նաև հետաքրքիր բան նշեցիր, որ
ինքը միջոցը ստացվում է միջոցը մարդկանց իրական խնդիրներից շեղելու, հա, այս կեղծ նարատիվները։ Ուզում եմ այդ ֆունկցիան հասկանանք, էլի, ինչի են ստեղծվում կեղծ նարատիվները, ինչ նպատակ են հետապնդում այդ կեղծ նարատիվները ընդհանրապես։ Ես ոնց տեսնում եմ, իրանք վստահություն են քանդում մարդկանց մեջ, իսկ վստահությունը շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան միավորվել ու ինչ որ խնդիրների դիմակայել, չէ, որ իրենք առնչվում են։ Հիմա օրինակ հենց նույն համայնքների ներսում, երբ որ դա արվում է, օրինակ դե թեկուս ջերմուկը, գնդեվազը, դրան ծառեջ թեղուց շնող մյուսը, տարբեր կարծիքներ ունեցող մարդիկ կան, որոնք որ ասենք մեկը ուզում է աշխատանք հանքում են, մեկը ասում է այդ վատ կլինի եւ այլն, ու իրանք իրար մեջ գուցե ինչ որ ուրիշ ձևի տանեին այդ խոսակցությունը, ուրիշ տեղ հասնեին, բայց երբ որ գալիս են այդ կեղծ նարատիվները, արդեն մարդիկ սկսում են իրար վրա կասկածել, այդ միանալու, միասին ինչ-որ բան անելու պոտենցիալը շատ ուժեղ ընկնում է, թեկուզ օրինակ ես գնամ ինչ-որ միտեղ, կամ Օլեգ դու շատ ես գնում հիմա մարդիկ, երբ որ ոնց են ասում, կանխակալ արդեն լսել են այդ քոմբանը, որ այս մարդը կարող է սրան փող են տվել, որ գա մեր հետ խոսա, ես իմ ազգի թշնամի եւ այլն, այնքան շատ ջանք է պետք, որ դու այդ հարաբերությունը ստեղծես, երբ որ հակառակ դեպքում կարող է դա շատ հեշտ ու հանգիստ լինել, որովհետև մարդիկ հո գիտեն իրանց շահագիտ են, օրինակ, որ իրանց պետք չի, որ այդ գետը աղտոտվի, իրանց գյուղատնտեսության համար դա շատ կարևոր է, բայց ասում այ որ էս Օլեգ եկել ասենց բան ասում, կարող է մի բան այն չի իրականում։ Իդեպ պետք է նշեմ, որ այն, չգիտեմ, հեռավոր 2007 թվականի նարատիվը, ասենք անվտանգային, հիմա էլ աշխատում է, շատ տենց լավն է, բայց ամեն դեպքում մարդիկ սկսում են նարատիվներին չհավատալ, հա, այսինքն գալիս է պահ, որ մեծամասնությունը սկսում են նարատիվին չհավատալ։ Դե դու այդքան տարի այդ նարատիվը ասում էիր, չի աշխատում, բան չի փոխվում, ստացվում է, որ քո նարատիվը կեղծ է, մարդ սկսում է հասկանալ, հիմա նորն է սկսել ու ոչ միայն ինձ, այլ տարբեր համայնքի բնակիչներ մենք լսում ենք, առաջ այդքան չէինք լսում, դա որ մարդուն ամենջապես ասում են դու այստեղ պատվեր ես կատարում, այսինքն sense նոր նարատիվ է, կարծես թե այսինքն նույնն է այն ինչ որ եղել է այն արտաքին օրակարգ բան, բայց խոսույթն է փոխվել, ձևն է խոսել, այ դու պատվեր ես այստեղ կատարում եւ այդ ժամանակ նույնիսկ դա ինձ համար չեն ասում, դա ասում են համայնքի բնակչի համար, որովհետեւ ես չեմ ազդվի դրանից, հա, իմունիտետ ունեմ, բայց համայնքի բնակիչը կարող է ազդվի, որովհետև համայնքի բնակիչը կմտածի ինչ կմտածեն իր մասին, հա, ինքը տենց փորձառություն չունի։ Հիմա ամբողջ նարատիվային դաշտը ուղղվել է, եթե առաջ ավելի շատ այ դուք նշեցիք, որ թիրախավորում են ավելի երևացող դեմքեր, առաջ դա այլ նպատակ էր հետապնդում, երևացող դեմքերին լրացնեն կամ մեկուսացնեն։ Հիմա թիրախը դարձել են համայնքի բնակիչները, որովհետև համայնքի բնակիչներն են պայքարում, որովհետև անհատները շատ բան չեն կարող փոխել, հա, եւ նույնիսկ երբ որ երևացող դեմքին են փորձում խփել, օրինակ նույն սլափները, իրենք հատուկ իրականացնում են սլափ, որպեսզի հետագայում, չգիտեմ, մեղրի հանրային քննարկումների ժամանակ թիմ ներկայացուցիչի համայնքի բնակչին ասի, գիտես, քո վրա կարա դատակո ասածի համար դատական հայց ներկայացնի ընկերությունը։ Այսինքն ամեն ինչ արում է համայնքի բնակիչներին լրացնելու համար։ Այսինքն նույնիսկ եթե ասենք երևացող դեմքին ասում դա համայնքի բնակիչն ասում եւ նոր նարատիվներ են գալիս հենց համայնքի բնակիչներին լրացնելու համար ու ստեղծում են։ Դա արդեն բայց այդ միշտ է եղել, Օլեգ ջան, գիտես, որովհետև ուղղակի ուրիշ ձևերով են աշխատել, հիմա չգիտեմ, բայց վախացնելը, գնալ ասել, ասենք, չգիտեմ, այն ժամանակ ասում են բանակում ծառայող տղա ունես, զգուշ մի բան հետը չլինի։ Այդ արդեն սպառնալիք է կոնկրետ, էլի, այսինքն դա սպառնալիք է, խոսքը հիմնականում նարատիվի մասին է, որը որ նենց նարատիվը, որ համայնքի բնակիչը առանց սպառնալիք ստանալու ուղղակի լրի, այլևս չի։ Թվում է բանն էլ է նպաստում, էլի մի քիչ չեմ ուզենա ասեմ բևեռացված ենք որպես հասարակություն, թեև շատերն են այդ գնահատականը տալիս, բայց ինչ որ գայուն թեմաների հետ կապված իրոք ինչ որ միտումներ կա, որ բան են, հա, մարդիկ շատ կատեգորիկ դիրքորոշումների են հանգում ու սկսում են մեկը մյուսին չվստահել։ Ու կարծես էս էլ
օգտվում է դրանից, հա, երբ որ ես ինչն էի նկատում, որ փորձ է արվում մարդկանց ինչ որ խմբերի իրար դեմ տրամադրել, հա, որը այդ քո նշած, որ ինքը ուշադրությունը շեղում է, ես ինչն եմ տեսնում, որ իրական հասցեատերը այս խնդիրների դուրս է մնում այս ամեն ինչից։ Այսինքն դուք իրար մեջ կռվեք, բնապահպան ակտիվիստ, համայնքի բնակիչ, ինչ որ բիզնեսի ներկայ, դուք իրար մեջ կռվեք ու մի հարցրեք պետությանը, մի հարցրեք տեղական ինքնակառավարման մարմնին, թե ինքը ինչ պատասխանատվություն ուներ ու ինչ չի արել այսքան ժամանակ, հա։ Այս վերջինը իմ մոտ այդ իրական կյանքում դրա դրսևորումը քարաբերդում էի տեսել, էլի մարդիկ բողոքում են, ասում են դե աղքատենք, գործ չկա, բան չկա, այս հանքը որ լինի, բան կանենք, հա, ինչ որ գործ կունենանք։ Ու ոչ մեկ չի հարցնում, օրինակ, թիմ ներկայացուցիչին, համայնքան պետին, դու օրինակ այսքան տարի է համայնքի ղեկավար ես, էլի։ Ինչ ես արել այսքան ժամանակ, որ համայնքում ինչ որ նոր հնարավորություններ ստեղծվի։ Հա, դրա համար ինձ թվում է նաև ինչի են այս կեղծ նարատիվները ստեղծվում, որպեսզի այդ մարդկանց իրար դեմ տրամադրեն ու իրական հասցեատերը այդպես էլ բան անհրաժեշտություն չլինի, որ ինքը այդ հարցերին պատասխանի։ Մեկ էլ մի բան է ուզում ավելացնել, որ տարբերություն կա նաև սեռային առումով, որտեղ կին ակտիվիստներին բացի այն ամեն ինչ որ նշվեց, թիրախավորում են նաև իրանց անձնական կյանքի, սեռական կյանքի հարցեր բարձրացնելով, ու ելի շատերի համար դա կարող է հետպահող հանգամանք լինել եւ իր անձնական կյանքը հանրայնացնելու կամ սուտ բաներ տարածելու առումով եւ որ ասենք ուրիշ կանեք չուզեն ներգրավել շարժման մեջ, որտեղ տեսնեն քեզ հետ ինչ է լինելու, էլի։ Դրա համար օրինակ ինչքան էլ որ Երևանում ակտիվիզմը ավելի շատ բնապահպանության մեջ կանայք են ակտիվ, Երևանից դուրս երիտասարդ կանայք, ես կասեի շատ քիչ են ակտիվ, ավելի տարիքովները երևի լինում է որ ակտիվ լինեն։ Հիմա մի քիչ փոխվել է իրավիճակը, հատկապես գյուղերում, համայնքներում, իհարկե նայած մարզ, նայած համայնք, բայց մենք տեսնում ենք երիտասարդ աղջիկներին, մենք տեսնում ենք, հա, միջին տարիքի կանանց կամ, չգիտեմ, տարբեր կրթական ցենզեր ունեցող կանանց, այսինքն մարդկանց ովքեր ուղղակի գիտակցում են, հա, որ այսինքն ինչ վնաս կարող են կրել։ Իհարկե կան մարդիկ համայնքներ Հայաստանում, որտեղ որ միայն տղամարդիկ են լինում, հա, պայքարող, դա էլ գալիս է տվյալ տարածքի առանձնահատկությունից։ Հա, ավելի պատրաստալ համայնք։ Բայց այս պահին մենք ականատեսն ենք լինում, երբ որ երբեմն ասում են, հա, օրինակ, չգիտեմ, հա, դու կինես կամ դա հայ կնոջ կերպար չի, հա, այսինքն այս տեղական մակարդակ դա հայկնոց կերպար չի, հա, բայց կարծես թե դա էլ չի այլևս լավ աշխատում են, այսինքն սկսել է վատ աշխատել, այո, դրա համար նոր բան պետք է մտածել, իսկ նարատիվները այնքան շատ են եւ այնքան հետաքրքիր, ավելի հետաքրքիր են իրենց տարածման միջոցները, հա, մենք տեսնում ենք, որ օրինակի համար սկսել ենք նկատել, որ հիմնական նարատիվների գործիքները, եթե ասենք եղել է սոցիալական ցանց, մեդիա, տեսնում ենք, ականատեսն ենք, որ տեղական ինքնակառավարման մարմիններն են դարել կեղծ նարատիվների տարածման գործիք, միշտ էլ եղել են, բայց հիմա ավելի ինստիտուցիոնալ են դարել, էլի, այսինքն օրինակ նույն Փամբակ համայնքում տեղական իշխանությունների, հա, խոսույթները կամ տարածումները, որոնք իրականացնում են, դա արդեն պաշտոնապես կարելի է համարել, հա, այսինքն որ օրինակի համար դու խոսում ես գիտական, հա, աշխատությունից, ասեն դա սուտ է, կամ օրինակ ասեն Օլեգը միշտ էլ սուտ է ասում, հա, այսինքն այդպես հարցերը։ Ու արդեն ոնց որ մի օղակ էլ է ավելացել, այսինքն սոցիալական ցանցերին, լրատվամիջոցներին, որոշակի շրջանակներին, նաև արդեն լավ ավելի մասնագիտացված տեղական իշխանություն կա այդ նարատիվները պահելու, զարգացնելու եւ տարածելու համար եւ մենք այստեղ բախվում ենք այն խնդրին, որ տեղական իշխանությունները կամ տեղական ինքնակառավարման մարմինները այսքան տարի ոչ միայն չեն քչացրել անկախությունը, հա, տվյալ շրջանակների նկատմամբ, այլ նույնիսկ ավելի են խորացրել։ Հիշեցի սրա վրա, որ Տիգրան Ավինյանն էլ էր մի քանի տարի առաջ, երբ որ Ամուլսարի պայքարը շատ ակտիվ էր,
ասել էր էլի կեղծ բնապահպանները բան, հետո դատի էինք տվել իրան մի քանի հոգով, հետո ասել էր ձեզ նկատի չունեի, նու բայց այդ դա կապ չունի իրականում, որտեվ որ պետական պաշտոնյան նման մի բան ասում է, դա այն աստիճանի է տարածվում, որ ինքը կարող է շատ ավելի վնասակար ազդեցություն ունենա, ու ինչքան էլ ինքը հետո ասի ձեզ նկատի չունեի, մեկը խոսում է վնասը արդեն տվել է իրականում, որտեվ այս ամենի նպատակը նաև պետք է հասկանանք, որ նորմալացնելն է որոշակի երևույթները, հա, այս կեղծ նարատիվները իրանք տարածելը պետք է լինի հնարավորինս շատ, հնարավորինս հաճախ, որպեսզի դա ինչ-որ նշվածք թողի։ Իր էֆեկտը մենակ այդ դեպքում է լինում, հա, եթե այդ կեղծ նարատիվը մարգինալ է մնում, ինքը որևէ խնդիր չի լուծում։ Դրա համար կարող է այտենց բան անեն, հա, հայտարարություններ, բաներ, պնդումներ անեն ու հետո հետ կանգնեն իրանց խոսքից, բայց դա խնդիրը չի լուծում, որովհետև արդեն իսկ ասել է ինքը օգնում է, որ ամրապնդվի։ Աղբյուրների հետ կապված ինչ հետաքրքիր բան եմ նաև նկատել այս ուսումնասիրության ժամանակ, որ շատ որոշակի ուշադրություն է դարձվում, որ այդ կեղծ նարատիվ տարածողի նկատմամբ ինչ-որ վստահության մակարդակ լինի։ Հա, ինքը լինի մեկը, ով որ բանը, ու կարելի է ինձ թվում է նաև այս նոր տակտիկան տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավելու գալիս է նաև այդտեղից, որտեղ շատ համայնքներում իրոք քանի որ մարդիկ մոտ են իրար, ավելի վստահելի է։ Բայց մյուս բանը դերակատարը այդ գիտնականներն են։ Գիտնականներ, փորձագետներ, ովքեր որ հանդես են գալիս իրական էքսպերտիզայի դիրքից ու ասում են, որ եթե իրական գիտական բանով մենք սա նայենք, իրականում այդ խնդիրները, որ բարձրացնում են բնապահպանները, բան չեն, հա, իրական չեն, վալիդ չեն, ու կարծես փորձ է արվում բան անել, էլի, ստորադասելու, ասում եմ, կա ճիշտ գիտելիքը, որը որ մենակ մենք ենք տիրապետում որպես ակադեմիկոս կամ գիտնական կամ չեմ ինչ, ու կա ձեր գիտելիքը, որը որ տենց որ հախուռն անհիմն, լավ չմտածված գիտելիքն է։ Էդ էլ եմ նկատել, որ փորձում են ոնց որ օգտագործեն իրանց նկատմամբ վստահությունը, ոնց որ բան անել, էլի, աղբյուր որպես այդ նարատիվը տարածելու համար։ Որտեվ նայողները կարող է շատ ժամանակ չիմանան ովքեր են այդ գիտնականներում հետ իրենք խոսում են, վերջերս հենց այդպիսի մի հարցազրույց էի նայում, էլի ամուլսարի թեմայով էր մի գիտնական էր խոսում, որը ընդհանրապես ոչ մի առնչություն չէր ունեցել հետազոտությունների եւ այլն, ու ասում էր բաներ, որոնց վերաբերյալ ոչ միայն Հայաստանից, ասենք մի 10 հոգի արտասահմանից աշխարհի լավագույն մասնագետներից ինչ որ հետազոտություններ են արել, գրել, կարծիքներ արտահայտել, ինքը դե իհարկե չի նշում դա, ուղղակի իր ոչ իր կարծիքն ասում, բայց զուտ գրված է գիտնական, տիտղոս եւ այլն, ու դա իհարկե մարդիկ ինչ իմանան, որ այս մարդը օրինակ այս թեմայի շուրջ երբևէ ոչ մի հետազոտություն համենայնդեպս վերջի շրջանում չի արել հետազոտություն, ուրիշները արել են, ինքը գալիս մերժում է նրանց, ովքեր արել են։ Մի բան էլ, որը որ տարածված է եղել, իհարկե մինչև հեղափոխությունը 2018 թվականի, այն ժամանակ էլ շատ հեշտ համայնքի տեղական իշխանություն կամ ազգային ժողովի падգամավոր կամ պետական որևէ մարմնի ներկայացուցիչ կարող էր եւս նարատիվային որակավորումներ տալ, ինչպես օրինակը բերեց Արփինեն, որ դատի եք տվել, հա, 18 թվականին, կարծեմ։ Հիմա մենք տեսնում ենք, որ նմանատիպ նարատիվներ, այսինքն օրինակ այդ պատվիրատու, պատվեր կատարողների կամ այլ ձևի նարատիվներ ներթափանցում են ազգային ժողովի, հա, падգամավորների մակարդակով են խոսում։ Ես պետք է նաև ցավով նշեմ, որ տարիների ընթացքում որոշ գերատեսչություններ պետական, այսինքն մենք պետքա մի հատ հստակ նայենք, հա, շրջակա միջավայր ոլորտ, չգիտեմ, տարածքային կառավարման ոլորտ, պետք է հստակ տեսնենք, հա, եթե մի հատ նայենք, ինչքան մարդ է այնտեղ եկել, հենց օրինակ հանքարդյունաբերական ոլորտից կամ դրանից հետո ինչքան մարդ է գնում հանքարդյունաբերական ոլորտ, հա, եւ այդ նարատիվները նաեւ պետական մակարդակում են, հա, սկսում շրջանառվել, ես ուրեմն շատ ուրեմն ռեալ 1 տարվա կամ տարուկեսվա առաջվա բանա, որ մի մարդ, ով որ սենց ասած, հա, նոր էր այդ ոլորտը ուսումնասիրում, ամուսար, չգիտեմ, բնապահպանություն եւ այլն, եւ ինքը գնացել էր նախարարություն, շրջակա նախարարություն, եւ ինքը զարմացած դուրս էր եկել, երբ որ համապատասխան վարչության պետերից մեկը ասել է, դու գիտես, այս ինչ այնտեղ կարա այս
աշխարհում չտեսնված հանքավայր է, որ պետքա լինի, չկա տենց հանք, եւ ինքը ցանկանում է, որ այդ հանքը լինի, եւ նաև ասել է այո ու խանգարողներ կան, էլի այդ կեղծ այդ հա պատմույթները գնացել ու ընդհանրապես տպավորություն չստեղծվել, որ դա շրջակա միջավայրի նախարարությունն է ներկայացնում այդ մարդը։ Այնինչ օրինակ եթե վերցնենք հա ժողովրդավարական երկրները, այնտեղ տարբեր գերատեսչություններ, ոնց որ տարբեր խմբակցություններ պարլամենտում իրար հետ պատերազմում են, հա, ասենց քաղաքակիրթ ձևով կռվում են, այսինքն այս կամ այն սարը պահելու կամ ինչ-որ արդյունաբերություն իրականացնելու համար, այսինքն տվյալ մարդ դուրս էր եկել ու շշմած էր, թե ոնց կարող էր, հա, համապատասխան բաժնի ղեկավարը խոսեր այս տեպի բաներով, տարածեր նարատիվներ եւ այստեղ մենք խնդիր ունենք նաեւ այդ պետական ինստիտուտների ընկալման, էլի, այսինքն իրենք են, հա, հայտնվել նարատիվների թիրախում, այսինքն տարիներ շարունակ նարատիվների ներքո են եղել եւ այնտեղ որոշակի նաեւ առողջացման խնդիր կա իրական։ Ինձ մա պետքա ուղղակի արձանագրենք, որ բանա, ինչ որոշակի ինֆրաստրուկտուրա է ձևավորվել այս ամբողջը տարածելու համար, հա։ Ինչ որ տեղերից դա կարող ոչ միտումնավոր դրսևորումներ ունենա, բայց շատ տեղերում այդ փոխկապվածությունը ակնհայտ է։ Այսինքն մենք տեսնում ենք հա ինչ-որ պաշտոնյաների կողմից, մենք տեսնում ենք մեդիայի կողմից, լրագրողների կողմից, մենք տեսնում ենք տեղական մակարդակում, գիտական հա ինչ-որ համայնքը, մենք տեսնում ենք նաև ավելի մասսայական մշակույթում, ասենք կինո, սերիալ, մի երկու անգամ իմ աչքով ընկել է հայկական տենց կինոյում կամ սերիալում բնապահպան ակտիվիստի կերպար, որը որ այդ շատ ոչ իրական որ մեր մոտ տենց չի հանդիպում, հա, իբր թեթև լուրջ չմտածող, ինչ որ տարած ռադիկալ գաղափարներով, բաներով, հա, այսինքն այս ամեն ինչը ասենք փոխ լրացնելով ստեղծում է մի հատ միջավայր, որտեղ մեկը մյուսին անընդհատ բանը ամրապնդում է այս նարատիվները։ Ու դա չի կարող չունենալ հետևանքներ։ Եկեք մի քիչ արդեն նշեցինք տարբեր հետևանքները, որ կարող է ունենալ, բայց ուզում եմ մի քիչ էլ բացենք, հա։ Ում համար ինչ հետևանք է ունենում այս նարատիվների լինելը բանում մեր ընդհանուր հանրային խոսույթում։ Առաջինը խոսենք մի քիչ նշեցինք հենց բուն ակտիվիստների մասին, ովքեր որ թիրախավորվում են, ովքեր որ ում մասին անձամբ այս տարածվում է, հա։ Ինչ ոնց է սա ազդում իրանց վրա։ Ազդում է թե չի ազդում։ Հաստատ ազդում է ու առաջի դեպքը, որ մենք առաջվեցինք Մարիամ Սուխուձյաններ Թեղուտի շարժման ժամանակ, որ իր դեմ լրիվ ուրիշ ճանապարհով գնացին, մի հատ ուրիշ դպրոցում սեռական ոտնձգության դեպքեր նկարել, հաղորդում ներկայացել հանցագործության դեմ ու իր դեմ դատ բացեցին սուտ մատնության համար ու երևի տարի կամ ավել տևեց, որ մյուս ոչ միայն բնապահպանական, այլև ուրիշ ոլորտներից ակտիվ մարդիկ հազիվ հասցնում են իրենց ուժերը ներդնել, որ այդ գործը վերանա ու պատժվի ճիշտ մարդը, էլի, ոչ թե հանցագործության մասին բարձրաձայնողը, եւ այդ ընթացքում հա մոտավորապես մի տարի չենք հասցնում Թեղուտի հետ կապված աշխատանք անել։ Մյուս դեպքերում նույնպես դա առաջին հերթին, եթե մի կողմ թողնենք նույնիսկ բարոյական եւ այլ վնասները, ֆինանսական առումով ազդում, որտեղ պետք է փաստաբան ճարես, գումար ճարես, վճարելու եւ այլն, ու մյուսը ժամանակի առումով, որ պետք է գնաս դատարաններ, այդ ամեն զբաղվես եւ նաեւ մենք ինքնագրաքննում ենք մեզ, երբ որ Լիդիանը սկսեց կոռուպցիա բառը ասելու համար բոլորին դատի տալ, արդեն ինքնագրաքննում ենք, չենք խոսում, ենք հանրազատ ինչ որ ինչպես առաջ ենք խոսել ու դա էլ է ազդեցություն ունենում, էլի, բայց ամենակարևորը ոչ թե անհատների վրա ազդեցությունն է, այլ ինչի համար են այդ մարդիկ պայքարում, որպեսզի ի վերջո բնությունը, շրջոլորտը կամ տվյալ ինչ որ կյանքը, որ գոյություն ունի, պահպանվի ու ամենակարևորը հենց դա որ դա է տուժում, էլի, այսինքն
այդ կապիտալիզմի գաղափարախոսությունը, որ բյուջեի մուտքը ավելի կարևոր է, քան թե անտառը, որ դու ունես, բան, իրանք արմատավորվում են մարդկանց մեջ, մարդիկ սկսում են այդ ձևի մտածել, հարց չեն տալիս, ոնց որ դու ասացիր, թե օրինակ ինչի ես աշխատանք չունեմ ու ինչու պետք է միակ այլընտրանքը լինի հանգում աշխատելը։ Ժողովրդավարական գործընթացների վրա է ազդում ուղիղ, որովհետև այն համայնքային ակտիվիստը ի վերջո թիրախավորվում է, հոգնում է, չունենալով գործիքակազմ, չունենալով գիտելիքներ ինչպես դրա դեմ պայքարի, հոգնում է, ինքնամեկուսացվում է, այսինքն համայնքային մասնակցությունը տուժում է, եւ երկրորդը նարատիվները թույլ չեն տալիս, որպեսզի համայնքի զարգացման երկարաժամկետ ռազմավարություններ մշակվեն եւ իրականացվեն։ Այսինքն այդ նարատիվի տակ մենք պետք է հասկանանք, որ մտավ օրինակ, եթե թիմ ներկայացուցիչը մտավ, եթե համայնքում համայնքային զարգացման որոշակի ձգտումների գնացող քաղաքացին հեռացավ այդ ամեն ինչից նարատիվների պատճառով, ապա այդ համայնքը այդ բնակավայրը այլևս չի զարգանում, հա, այսինքն մի նարատիվ կա, այստեղ պետք է լինի օրինակ, չգիտեմ, հանք, որպեսզի այս գյուղը զարգանա, այլ բան թույլ չեն տալի մտնի, որովհետև դա այդ նարատիվը կվտանգի, այսինքն այլ նարատիվ թույլ չեն տալի։ Այն մարդով կայուն զարգացման նարատիվը բերում է, ինքը բարի լավ նարատիվը բերում է, իրեն փորձում են ինքնամեկուսացնել, ինքը թողնում եւ գնում այդ տարածքից, այսինքն այդ մտադրությունից։ Այսինքն շատ ուղիղ տեղական ժողովրդավարությունը, որը որ ընդհանրապես ժողովրդավարության հիմքն է, եւ համայնքի կայուն զարգացումը ամենաառաջինը բոլոր այդ նարատիվները, եթե մենք չգնահատենք կոնկրետ անհատ ակտիվիստներին, հա, ինչի է հանգեցնում, ապա գլոբալ առումով այդ բոլոր նարատիվները վտանգում են տեղական ժողովրդավարությունը, կասեցնում, կանգնեցնում համայնքային զարգացումը։ Եվ դրա օրինակները Հայաստանում բազմաթիվ են։ Ուզում եմ այդ պահանը էլի նաև շեշտենք, որ իրականում մարդուն թիրախավորելը ինքը նաև գաղափար թիրախավորել է։ Ես հարց պետքա մեզ տանք նաև թե ինչ որ ակտիվիստների կամ բնապահպաններին թիրախավորելու դեպքում ինչն են ուզում լրացնել, ինչ գաղափարն է, որ փորձում են չթողել, որպեսզի այդ գաղափարը վերև բարձրանա, հա, լինի դա տեղական մակարդակում, որ համայնքը այլընտրանքային զարգացման ինչ որ հեռանկար ունի, թե լինի դա պետական մակարդակում, որտեղ որ աչուձախ կասեն հանքարդյունաբերությունը մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկն է, այն դեպքում որ դա այդպես չի ու թույլ չի տալիս մարդկանց մտածելու, որ իրականում դրան այլընտրանք կա ավելի կայուն զարգացման, հա, տնտեսության այլ մոդելներ կան, ինչ որ հա կանաչ տնտեսություն կա եւ այլն, որը որ այս մարդկանց լրացնելով լրացվում է նաեւ այդ այլընտրանքային գաղափարը, որը որ կարող է երկիրը մի քիչ ավելի լավ տեղով տանել։ Կարևոր ու անկարևոր բաների տեղը լրիվ փոխվում է իմ կարծիքով դրանց պատճառով։ Այսինքն մենք հո գիտենք, որ ինչ որ կա մեր շրջապատում, ինչ որ կա բառի բուն իմաստով, ամեն ինչ վերցրեցա բնությունից, ճիշտ է, չկա որևէ բան, որ վերցրած չի բնությունից։ Ուրեմն երբ որ մենք մեր կենսոլորտը փչանում է, դեգրադացվում եւ այլն, դա ուղղակի ազդում է մեր կյանքի վրա, ամեն ինչի վրա։ Սա ոնց որ սա է ճշմարտությունը, ճիշտ է։ Հիմա այս բոլոր նարատիվները իրանք ուզում են հակառակը ասել, որ կարևորը ինչ որ ավելի շատ փող բերելն է, ինչ ճանապարհով է լինի, ու դա լրիվ տրամաբանությանը հակառակ բան է, այսինքն եթե ինչ-որ մեկը ներդրում է բերում, ուրեմն պետք է այդ ներդրումը բոլոր հնարավոր ճանապարհներով աջակցել դրան, հա, բայց ներդրումը ինչ է, ինչ-որ մեկը ուղղակի փող է դնում, որ հետո ավելի շատ փող աշխատի։ Կարևոր բաները լրացվում են, անկարևոր բաներին տրվում է շատ մեծ կարևորություն, ու հետո արդեն երբ որ մարդիկ խոսում են շրջոլորտի կարևորության մասին, գետի մաքրության եւ այլն, թվում է թե մենք ինչ որ այլմոլորակայիններ ենք, շատ ռոմանտիկ, ուտոպիստ մարդիկ, բայց չէ որ դա ամենապարզ իրականությունն է։ Այո, մենք ոչ մեկս չեն կարող ապրել, եթե ջուր չխմենք։ Հիմա օրինակ Պարսկաստանում ասել են, եթե մինչև դեկտեմբերի վերջ անձրև չկա, Թեհրանի բնակչության մի մասին տեղահանելու են 10 միլիոն մարդկանց մի մասին տեղահանելու են։ Դա է իրականությունը, էլի։ Ու իրականում ինձ թվում է մի շերտ էլ կա այստեղ, որ
բնապահպանական պայքարը երբեք միայն բնապահպանության մասին չի եղել, հա, որովհետև այդ պայքարը ոնց որ դու ես նշում, օրինակ տեղական ժողովրդավարության կոռուպցիա, հա, այս միշտ փոխկապակցված է եղել մեր իրականության այլ, հա, ինչ որ արատների համակարգային խնդիրների հետ ու էտել է ինձ թվում է գործոններից մեկը, որ բնապահպանին լրացնելը միայն բնապահպանության օրակարգը լրացնել չէր, որովհետև բնապահպանը լրացնելը նաև լրացնել էր կոռուպցիայի, մարդու իրավունքների, ժողովրդավարության, նոր գաղութարար, հա, պրակտիկաների դեմ քննադատության եւ այլն, հա, տնտեսական քաղաքականության, այսինքն ավելի մեծ հարցեր են միշտ բարձրաձայնվել բնապահպանների կողմից, որ իրանց նկատմամբ այս տեսակի հարցակումները նաև նպատակ են ունենում այդ հարցերը եւս ընդունալ կան։ Եկեք լուծումներից խոսենք ուրեմն, եկեք հասկանանք, թեև մենք ֆիքսում ենք, որ կարծես այդքան միանշանակ չի, որ այս նարատիվները շատ լայն հանրային արձագանք են ստանում ու բոլորը բանից չի, որ հալած յուղի տեղ ընդունում են, բայց ամեն դեպքում պետք է ընդունենք, որ դա որոշակի խոչընդոտ ստեղծում է, անկախ ամեն ինչից, եթե դու անընդհատ լսում ես մի բան բնապահպանների մասին, անգամ եթե հետաքրված չես, ու վաղը չէ միսօրը քո դեմ դուրս է գալիս մի հատ բնապահպան, այդ ամեն ինչը ակտիվանում է, էլի, ուղեղում ես միտեղ, որ լսել եմ լիքը սենց բաներ, էլի, հա։ Ու այս մեզ բերում է նրան նաև, որ պետքա մտածել, թե ինչ տեսք պետքա ունենա պայքարը, ընդհանրապես այս կեղծ նարատիվների դեմ։ Իմ տպավորությամբ երկար ժամանակ քաղաքասարակության մեջ որոշ սեգմենտներում տարածված է եղել այն պատկերացումը, որ մեր գործը մեր փոխարեն կխոսի, կարիք չկա, որ մենք ցենց պրոակտիվ խոսենք նրա մասին, թե մենք ինչ արժեքների համար ենք եւ ոնց ենք այս ամեն ինչ անում եւ այլն։ Ու դա ինչ որ փուլում հանգեցրեց նրան, որ մարդիկ քաղաքասարակության այդ սեգմենտը իրան անպաշտպան զգաց իր դեմ թիրախավորված հարձակումների ժամանակ։ Հիմա դրա համար ես չեմ ուզում, որ մենք ասենք դե գնանք մեր գործը անենք, մարդիկ կտեսնեն ճիշտը որն է ու այդ ճիշտով կառաջնորդեն։ Հիմա կարիք կա ինչ որ ձևով հակազդելու այս նարատիվներին։ Ինչ միգուցե լավ պրակտիկաներ փորձեր ենք ունեցել կամ չենք ունեցել։ Ոնց է ընդհանրապես դրա դեմ հակազդելու մեր փորձառությունը այս պահին։ Օրինակ շատ թիրախավորվում ենք, օրինակ հենց մենք մեր պրակտիկայից ասեմ, որ մենք իրականացնում ենք հետազոտություններ եւ ինչ որ արդյունքներ ենք շրջակա միջավայրի հետազոտություններ եւ արդյունքներ ենք սկսում, հա, հրապարակել, որ ահա դա արվում է, չգիտեմ, օրինակ, չգիտեմ, հակառակ երկրները որոշ երկրներ վերցնում են, օգտվում են, Հայաստանի դեմ են օգտագործում եւ այլն, մենք մի հատ շատ հետաքրքիր կամպեյն արեցինք, վերցրինք եւ մի ամիս շարունակ բաց հայկական պետական, հա, մարմինների կողմից իրականացված մոնիտորինգի, այսպես ասած, տվյալները, որոնք բաց են, դրեցինք եւ տարածեցինք, հանրայնացրեցինք, պետական տվյալներ էին։ Դրանից հետո այդ սկսեց չգործել, այսինքն կամ քիչ սկսեց գործել, սկսեցին դրա մասին քիչ գրել, որովհետեւ պետական տվյալներ, այսինքն բաց է, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Հայաստանին մտահոգում են բնապահպանական խնդիրները, ապա իրենք նաև դա տարածում է, այսինքն բայց թիրախավորվում էր այպես, կարծես թե Հայաստանում ամեն ինչ լավ է, կամ եթե ինչ որաներ բան կա, պետքա թաքցնել ու այ բնապահպանները մոնիտորինգ են անում, տվյալներ հրապարակում, որ Հայաստանի դեմ դա օգտագործեն։ Այսինքն ստեղծում են այդ երկրի անվտանգությանը սպառնացող մարդկանց կերպարը։ Այսինքն պետքա նման, հա, մեխանիզմներով պայքարել, ինձ թվում է, այդ մեր լավագույն պրակտիկաներից մեկն էր, բայց ես կխոսեմ, եթե դու օրինակ ունես լավ պրակտիկայի, ասես։ Մտքովս անցավ 19 թվականին էր երևի, որ ստորագրահավաքներ սկսեցինք անել, այդ ժամանակ Վայոց ձորի համարյա բոլոր համայնքներում արեցինք, որ վերաբերվում էր նրան, որ բնակիչները չեն ուզում հանքարդյունաբերության ճանապարհով գնալ, ուզում են էկոլոգիապես ավելի կենսակայուն տնտեսություն զարգացնել ու իրա լավա երևի էր, որ մենք բոլոր տները մտնում ենք ու մարդկանց հետ առերես շփումներ ենք ունենում։ Իմ կարծիքով դա շատ մեծ բան է, որ պակասում է, ընդհանրապես իհարկե հիմա քանի որ ակտիվիստները քաղաքացիական հասարակության մեջ քիչ մարդիկ են ներգրաված,
ֆիզիկապես բարդ է անել, բայց շատ դրական պրակտիկա էր, որովհետև հաճախ առերեսվում էինք մարդկանց, ովքեր ինչ ասես չէին լսել մեր մասին, ու մենք իրար հետ հանդիպում էինք, զրուցում էինք, սուրճ էինք խմած էինք եւ այլն, զրուցում էինք, դրանից մի բան դուրս էր գալիս։ Այդ անեկդոտը։ Տեղ գիտես ինչն է հատկապես բանը, նաև ելնելով նրանից, որ հիմա մի քիչ ակտիվիզմը իրոք ապա կենտրոնացվել է, ծրվել է համայնքներով ու ամեն համայնքում ինչ-որ տենց օջախիկներ կան, ամեն չէ, բայց շատ համայնքներում, այստեղ կարևոր է ցույց տալ այդ լայն սպեկտրը ակտիվիզմի, որովհետև հիմա ինձ թվում է այդ կեղծ նարատիվների արդյունքներից մեկն էլ այն է, որ ակտիվիստը ինչ-որ կերպար է ձևավորվել, էլի մարդկանց ուղեղում, որը որ կամ այդ բանն է, հա, ինչ-որ ռադիկալ քայլերի դիմող բլոկադա անող, բան անող այդ ակտիվիստն է, կամ հկեական ակտիվիստն է, հա, հկեական շրջանակում։ Պրոֆեսիոնալ ոնց որ բանդարացնի, բայց պրոֆեսիոնալի, որովհետև ես ինչ եմ նկատում, երբ որ ինչ-որ խնդիր է լինում, ու ասում եմ, բա ուր են ակտիվիստները։ Այն որ կարծես թե բնապահպանությունը ինքը ինչ-որ պետք է պարտադիր մասնագիտացում լինի, էլի, եթե դու բնապահպան ես, պետք է ամենտեղ վազես, այստեղ, այնտեղ։ Այն դեպքում, որ մենք տեսնում ենք աղբավայրի մոտ են ուղարկում, որ գնա աղբավայրի մոտ այ աղբա, քիչ ես խոսում։ Բայց այն խնդիրը ստեղ են, որ շատ մարդիկ հիմա իրանց առօրյայում այդ բնապահպանի միսիան ու արժեքները դրսևորում են։ Մեկը որպես ֆերմեր, որը որ մտածում է ոնց եմ ես այս հողի հետ վարվում ու ջրի հետ վարվում այնպես, որ ոչ թե իրան քամեմ, սպառեմ, այլ կարողանամ կայուն կերպով օգտագործեմ, մեկը որը որ տուրիզմի ոլորտում բանա արշավներ է կազմակերպում ու փորձում է մինիմալ վնաս հասցնի այդ, հա, միջավայրին, մեկը որը որ խոսում է, չգիտեմ, վերականգնվող էներգետիկայի մասին կամ խոսում է գետերի մաքրության մասին եւ այլն, այսինքն մարդիկ ովքեր որ շատ տարբեր ոլորտներում են, տարբեր գործունեություն են իրականացնում, բայց իրանք պրակտիկայում իրանք բնապահպան են, իրանք իր արժեքներով, այսինքն ես մտածում եմ, որ լուծումներից մեկը այս հակազդելու նաև պետքա լինի այդ մարդկանց պատմությունները պատմել, այդ մարդկանց ձայնը լսելի դարձնելը, ոնց որ դուք եք գնացել դեմարդեմ մարդկանց հետ շփվել ու իրականում տեսել այդ մարդիկ տեսել են ով է ակտիվիստը, այստեղ նաև պետքա որ այդ տարբեր տարատեսակ մարդիկ իրանք ավելի տեսանելի ու լսելի դառնան ավելի լայն հանրությանը։ Ուղղակի նարատիվները երևի տարածվում են նրանց դեմ, ովքեր ավելի խոշոր շահերի են վնաս տալիս։ Հենց վնասը տալիս սկսում են արդեն թիրախավորել, հակառակ դեպքում խնդրեմ չկա։ Ողջ մի հատ գյուղ է տալիս այդ խոշոր, հա, այսինքն չգիտեմ, այդ գյուղում լավ 10 հոգի կան, բայց ինքը վնաս է հասցնում այդ խոշոր շահին, որը ուզում է այնտեղ ներդրում անի, եւ ստացվում է, որ այդ գյուղում այդ 10 հոգուն են իրենք, ու այդ 10 հոգուն նույնիսկ ես ու դու կարող չենք էլ ճանաչում, այսինքն իրենք սկսում են թիրախավորվել, ուզում եմ ասել, որ նայած տեղ կարա դա մի հատ ակտիվիստ լինի, կարա ուղղակի ընտրվի ինչ որ մեկը, նույնիսկ ոչ բանալի անձը թիրախավորվի, որպեսզի մյուսների վրա դա ազդի, նույնիսկ թիրախը ինքը չլինի։ Այսինքն պետք է այդ ամենը հաշվարկներ, այլ ինստիտուտներ են նստած աշխատում են, թե ոնց անեն ու քանի որ ինչպես Հայկը նշեց, ապակենտրոնացել է, այսինքն թիրախները շատ են դարել եւ յուրաքանչյուրը իր առանձնահատկությունն ունի ու յուրաքանչյուրի համար առանձին են մտածում, էլի ոնց։ Բայց գիտեք ինչ, երբ որ շատ ակտիվ է շարժումը ու մեծ, իրականում այդ նարատիվները այդքան էլ լավ չեն կարողանում աշխատել, որովհետև շատ մեծ մեդիա ուշադրություն է, չէ՞ լինում, այսինքն ընդհանրապես շատ մեծ ուշադրություն է տվյալ իրավիճակի վրա լինում ու շատերն են գրում, շատերն են խոսում, արդեն մարդիկ հազար ու մի աղբյուրից։ Բայց մեդիաները չեն գրում մարզեր։ Որ շատ դժվար են գնում, բայց մեծ շարժումների ժամանակ, մեծ դեպքերի ժամանակ գնում են ու նաև լսվում են այլ ձայներ։ Ինձ թվում է շատ կարևոր է, որ մենք ակտիվ լինենք։ Գինևետում վերջը քսվորի եղավ, 2-3 լրատվամիջոց էր այնտեղ եկել, հասել, այն էլ երբ որ տվյալ համայնքի բնակիչները շատ դիմել են եւ այլն, այսինքն լրատվամիջոց էլ պետք է ասել, որ
իդեպ դա այն միջոցներից մեկն է, լրատվամիջոցները ինչպես անդրադառնում էին, հա, ժամանակին բնապահպանական խնդիրներին, հիմա Ես բայց ինչ ուրիշ ձև կնայի սրան, էլի, ի վերջո ինձ թվում է քո ասած այդ բանը, ինչքան մեծ ոտ է տրորում, էլի, այդ հարցը իրականում կա, որովհետև երբ որ խոսքը գնում է ամուր սարի մասին, օրինակ, երբից երկու մարդ չկա, որ չիմանա ամուր սարի մասին, լսած չլինի։ Ինչ էլ որ լսած լինի, բայց շատեն է, այսինքն կամ Թեղուտը էլի շատ մեծ պրոյեկտ է, մեծ բան է ու դրա շուրջ ներգրաված մարդիկ ավելի հեշտ են տեսանելիություն ձեռք բերում։ Հա, բայց ինչ փոքր գյուղում փոքր հանք ուզում են բացել։ Այս մարդկանց ուշադրությունից լրիվ վրիպում է։ Շատ քչերն են տեսնում, որ անգամ կարող է այնտեղ էլ լինեն 20-30 ակտիվիստներ, պայքարում են, բան են անում, բայց քանի որ ինքը փոքր գյուղ է ու փոքր բիզնես է, փոքր բիզնես չի, բայց համեմատության մեջ, հա, փոքր հանք է, հա, որը շատ բան չի, խոշոր կապիտալ չի շատ։ Այդ ոնց որ ուշադրությունից վրիպում է։ Բայց ես կասեի Կարմիր սարի նախորդ բանը, օրինակ փուլը ինքը շատ աղմուկ բարձրացրեց ու ոչ միայն հենց բնակիչները, ոչ միայն այլ տեղերից ակտիվ քաղաքացիներ, գիտական համայնքահագին բան ակտիվացավ, ինձ թվում է կա այդ պոտենցիալը, ուղղակի նախ շատ են դեպքերը ու այդ ընդհանրապես մի հատ պրոբլեմա ոնց անես, որ այդ հրշեջի տրամաբանությունից դուրս գաս, որի լուծումը ինձ թվում է հələ ոչ միտեղ գնում ես, հետո մյուսն է հայտնվում, հետո մյուսը, հա։ Ու մյուսը եթե պետք է ինչ-որ ժամանակ տևի, որ մարդիկ հասցնեն լսել, իմանալ, ներգրավել, իսկ երբ որ իրանք հատվածական մի հատ հիմա մի հատ 6 ամիս հետո է լինում, դժվար է էլի մարդկանց բերել այդտեղ։ Դեպ ասեմ, որ այդ գրեթե բոլոր տեղերը, այսինքն հատվածական է, բայց բոլոր տեղերը մարդիկ չեն թույլատրել, գրեթե բոլոր այդ տարածքներում մարդիկ այլընտրանքային զարգացման մոդելներ են սկսել մշակել այդ տարածք նույն Այգեզարդում, չգիտեմ, նույն Մարգահովիտում, տարբեր գյուղերում սկսել են մարդիկ իրենք հասկանում են, որ պետք է լինելու պաշտպանվել, նորից թիրախավորվելու են, իրենք փորձում են այդ այլընտրանքի մոդելը դարձնել համայնքի բնակիչների ոնց որ ձերքի գործիք է։ Շատ կարևոր է, որովհետև ինձ թվում է դժվարություններից մեկը այսքան ժամանակ նաև էկոակտիվիստների մոտ եղել է այն, որ մեր պայքարը շատ ավելի ռեակտիվ է։ Այն իմաստով, որ մենք գնում ենք ինչ-որ բան կանխելու, ինչ-որ սպասվող վնասը կանխելու, բայց հիմա այդ միտումը կա առաջարկ ներկայացնելու, հա, խոսալու նրա մասին, թե ինչ այլընտրանք կարող է լինել, որովհետև հաճախ մարդկանց դիմադրությունը գալիս է նրանից, որ այդ այլընտրանքը չեն պատկերացնում։ Ու դա էլի տարիների ռոպագանդայի արդյունք է եղել, որ այդ այլընտրանքը չեն պատկերացնում, որ մենակ 1-2 տարբերակ են տեսնում, այս երկիրը ոնց կարող է զարգանա, կամ համայնքը ոնց կարող է զարգանա։ Դրա համար ինձ թվում է մեր պրակտիկաների տեսանկյունից նաև պետքա շատ ակտիվ այդ ուղղությամբ աշխատել, որ տարբեր համայնքներում մարդիկ տեսնեն, թե ոնց կարող է իրանց համայնքը զարգանա, միևնույն ժամանակ ապահովի, որ առողջ միջավայր լինի եւ չգիտեմ, հա, իրանց երեխեքն էլ, իրանց թոռներն էլ երկար ժամանակ կարողանան այդ համայնքում ապրել։ Այնպես որ էդ էլ է, ինձ կարևոր թվում է կարևոր պրակտիկա է եւ երևի նաեւ հաշվի առնելով, որ այնտեղից է գործում մեծ ենթակառուցվածք, հա, նարատիվների տարածման, այստեղ էլ պետք է լինի այդ ենթակառուցվածքը, այսինքն համագործակցությունը քո ասած մեդիաների, ակտիվիստների, տեղում ակտիվ քաղաքացիների, միգուցե գիտնականների, հետազոտողների, արվեստի մարդկանց, բիզնեսների, բան, հա, լավ բիզնեսների, այս բոլորի միջև որոշակի այդ բանը պետքա ձևավորվի, էլի, ընդհանուր արժեքների շուրջ համագործակցությունը պետքա ձևավորվի, որ այնպես չստացվի, որ միայն որոշակի տեսակի ակտիվիստներ մարդիկ են խոսում այս խնդիրների մասին, այլ ցույց տրվի, որ իրականում Հայաստանում շատ մարդիկ են կրում այս արժեքներն ու գաղափարները, ուղղակի այդ սինխրոն բանը չկա դեռ, էլի, արտահայտումը։ Ու նաև մեծ կամպեյն պետք է լինի, այսինքն բոլոր կեղծ նարատիվները, որոնք որ կան, ինձ թվում է պետք է հանրության համար տեսանելի լինեն եւ
յուրաքանչյուր համայնք բնակչին հասնի այս կեղծ նարատիվը իր նպատակը նույնիսկ երբվանից է այդ նարատիվը տարածում, չգիտեմ, 2007 թվականի թեղուտից ստեղծվել է եւ արդեն բոլորը սենց վերցրած իրար հետևից տանում են։ Այս մյուսը ստեղծվել է, չգիտեմ, մեծ այրումից, այս մյուսը ստեղծվել է բանից, արդվից ու սենց, այսինքն իր ծագումը պետք է ցույց տալ նպատակը եւ այո, ինչքան է ինքը ապրում եւ դրան զուգահեռ պետք է ստեղծվեն եւ տարածվեն անկեղծ բարի նարատիվները։ Այսինքն նարատիվները, որոնք որ իսկապես կբերեն ինչին, համայնքային զարգացմանը, տեղական ժողովրդավարությանը եւ որոնց նկատմամբ կամ որոնք պետք է մրցունակ լինել այդ կեղծ նարատիվներին զուգահեռ, այսինքն ավելի ուժեղ լինեն, որպեսզի համայնքի բնակիչը դրա հետևից բռնվի եւ ասի գիտես, ես օրինակի համար ցանկանում եմ, որպեսզի իմ համայնքը կայուն զարգացում ունենա, որովհետեւ ես գիտեմ այս։ Իդեպ այդ կայունի տեղը մենք առաջարկում ենք կենսակայուն տերմինը օգտագործել։ Ես դուրս եկա իդեպ կենսակայունը։ Հա, որտեվ կայունը մի տեսակ այն չէր արտահայտում։ Ստաբիլ Այլընտրանքային նարատիվներ, ինչպես որ ասում էիր։ Այո։ Okay, երևի եթե փորձենք ամփոփել, sense ամփոփիչ մտքեր, ինձ թվում է այս շատ կարևոր է, որ մենք հնարավորինս ավելի շատ մարդիկ իմանան այս կեղծ նարատիվների, ոնց նշեցի, էլի ծագումնաբանությունը այն լայն իմաստով, թե ի վերջո ինչի են հենց այս թեմաները, հենց այս տեսակի փաթեթավորմամբ, հենց այս տեսակի պիտակներով եւ այլն սկսել շրջանառության մեջ դրվել, ինչ նպատակ են հետապնդել այդ անողները, բայց ինձ համար ամենակարևորը ստեղն էր, որ մենք կարծես ինչ-որ պատկերացումներ ունենք, թե ոնց է պետք դրան հակազդել ու Հայաստանում բնապահպանական շարժումը արդեն այնքան տենց հարուստ ավանդույթներ ու պատմություն ունի, որ լիքը բան կարելի է քաղել ու սովորել, էլի էս արդեն հանրագիտարա, կեղծ պատմությունների հանրագիտարա։ Բայց մի բան էլ հիշեցի իրական մոլեգիա ասացից, ոչինչ որ ասեմ հիմա։ Մի քիչ ավելի վաղ ասացիր, որ հաճախ լինում է, որ պետության կառավարման օղակների աշխատողները կորպորացիաներ են գնում ու հակառակը, դրան ասում են պտտվող դռների քաղաքականություն ամբողջ աշխարհում էլ կա ու մի լավ ստրատեգիա էլ կարող է լինել դա բացահայտել, որ մարդկանց համար տեսանելի դառնա, թե այս մարդկանց խոսքը որտեղից է էլի գալիս։ Լրագրողական հետաքննության լավ Հա, մեզ հետաքննող լրագրողների աշխատանքը շատ է պետք, այո։ Դա հետաքրքիր է։ Ընդհուպ կարող լինել մենք եթե նայենք նախարարներ, շրջակա միջավայրի նախարարներից մեկը հանք չուներ։ Ամփոփիչ մտքեր։ Ես կասեի, որ չնայած այս ամենին մեր հանրությունը բավականին խելացի է, կարող ենք մեզ շնորհավորել, որովհետև մի քանի տարի առաջ, երբ որ հետազոտություն էր արել CRRC-ին, բնապահպանական կազմակերպությունները երկրորդ ամենաբարձր վստահությունը ունեին բոլոր ինստիտուցիաների մեջ, այդ թվում եկեղեցի բանակ այդ ինստիտուցիաները, էլի։ Հիմա իհարկե կարող է պատկերը փոխված լինել, բայց ես կարծում եմ, որ արժե նաև մեր հանրության խելացիությունը մենք որ հա այո Ես կարծում եմ մեզ սպասում են հետաքրքիր նոր նարատիվներ, նոր պատմույթներ, շատ հետաքրքիր շրջաններ են մեզ սպասում, հատկապես համայնքային մակարդակում, որովհետև համայնքի բնակիչները շատ ու շատ ավելի են սկսում պաշտպանել, իդեպ եթե առաջ դա դրսևորվում էր ավելի շատ, որ իրենք որպես աջակցություն դիմում էին ինչ որ փորձառու, հա, մասնագետի կամ բնապահպանի, մենք տեսնում ենք արդեն, որ մարդիկ իրենք են, հա, փորձում, այսինքն արդեն որոշակի գիտելիքներ են ստացել, որոշակի իրազեկվածություն ունեն եւ նույնիսկ իրենք են փորձում առանց դիմելու պայքարել, այսինքն դրա օրինակները այս պահին Հայաստանում այս պահին կան եւ նոր նարատիվներ են ստեղծելու հատկապես աշխատող տեղական մակարդակում ուղղակի պետքա հանրությունը բնապահպանական համայնքների համար շրջակա միջավայրի համար պայքարող բնակիչները ունենան այն գործիքակազմը ինչպես են դրա հետ պայքարում եւ դա պետքա ստեղծենք
Ու ինձ թվում է դա էլ կլինի մեր հետագա նաև հաղորդումների մեջ քննարկման առարկա, ինչ որ հաջողված օրինակները, լավ գործիքները, պրակտիկաները, որ կարելի է կիրառել։ Մերսի քեզ շատ Ալպինե ջան զրույցին մասնակցելու համար։ Հարգելի համայնքաբնակ քաղաքացիներ, այսպիսի հետաքրքիր զրույց ունեցանք։ Կանաչ ուղեգից հաղորդումը սույն ոդքասթը դուք կարող եք տեսնել քաղաքացու-ձայնի մեդիա հարթակի բոլոր պլատֆորմաներով, YouTube-ում, Facebook-յան պաշտոնական էջով եւ www.cvmedia.am կայքով։ Շնորհակալ եմ։